Եվա Բաղդասարյան, քեզ շատ եմ սիրում։ Դու մասնակցել ես Miss Trans Global միջազգային մրցույթին։ Պատվավոր 9-րդ հորիզոնականը Հայաստանի կողմից առաջին անգամ Քեզ դուրս վռնդեցին կաստինգից մոդելային։ այդքան նվաստացած, այդքան խտրականացված, այդքան խայտառակված, հա, ես երբեք ինձ չեմ զգացել։ Ես դրա պատճառով հայտնվեցի հոգեբուժարանում։ Անձնագիրը տանհետացավ։ Շատ սիրելի ճուզողներ։ Ես վերականգնել եմ իմ անձնագիրը եւ իմ վիզան։ Ես հայտնվեցի այդ կիզակետում, ինչի համար ես չհասկացա տենց էլ։ Որտեղից է ձևավորվել այս կարծիքը։ Դու իրա փոխարեն պիտի զոհվեիր, քեզ պիտի սպանեին, առաջնագից ձեր նմաններին պետքա տանել։ Ինչ կարծիք ունես Miss Trans International-ի հայաստանյան ներկայացուցիչ 2024 թվականի Դիանա Ղզրոյանի վերաբերյալ։ Դրա մասին կարիք չկա ինձ թվում է բարձրաձայնելու խոսելու։ Խորը հիասթափություն ապրեցի։ 3, 2, 1 Ողջույն բոլորին, հերթական BU podcast-ն է։ Այսօրվա իմ հյուրն է մոդել Miss Trans Global միջազգային գեղեցկության մրցույթի առաջին մասնակից հայաստանյան Մոնիկա Սարգսյանը։ Գեղեցկուի Մոնիկա, ողջույն։ Բարև։ Շնորհակալություն, որ համաձայնեցիր իմ հյուրը լինելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կխնդրեմ պատմես քո մասին, առհասարակ քո գործունեության մասին, ինչով ես զբաղված եւ այլն։ Տվյալ պահին հիմա դադարել եմ որևիցե գործունեություն ծավալել, որևիցե ոլորտում եւ այլն, բայց նկարահանումներ, գովազդների համար ինչ որ առաջարկներ որ լինում է, տենց այդ աշխատանքները դեռ կատարում եմ։ Ով է Մոնիկան եւ ինչ նպատակներ ունի ապագայում կամ ներկայում։ Ով եմ ես ինքս իմ համար, ես վերլուծել եմ, ես գիտեմ։ Դրա մասին կարիք չկա ինձ թվում է բարձրաձայնելու խոսելու, բայց դեռևս շատերի համար անակնկալ կլինի, բայց ես շատ քչերին եմ ասել, որ ես կարուձևով եմ հիմա զբաղվում։ Նորություններ։ Հա։ Ու ուզում եմ խորացնեմ, շատացնեմ գիտելիքները այդ ոլորտում, հա, ու հույսով եմ միգուցե օրերից մի օր ես դիզայներ դառնամ, չգիտեմ։ Հրաշալի է։ Դու սկսեցիր դիմահարդարմամբ, այնուհետև միևնույն ժամանակ զբաղվեցիր մոդելային, հա, ասպարեզ մուտք գործելով եւ հիմա որոշում ես, որ կարուձևով ես զբաղվում։ Հա, այդ այն ինչը որ ինձ հոգեհարազատ է, ես փորձում եմ իրականություն դա դարձնեմ ու պրակտիկայում հասկանամ դա իմն է թե չէ։ Յուրաքանչյուր ոլորտ իր դժվարությունները ու իր արդյունքը ունենում է, ես այս բարագայում ուզում եմ փորձեմ կարուձևի մեջ ինչ բարդություններ կա ու ինչ կետին կհանգեցնի այդ ամեն ինչը, ես էլ փորձեմ, հա։ Միգուցե մասնագիտություն դառնա։ Ինչ հայտնի մարդկանց ես դիմահարդարել։ Բացիր այդ փակագծերը մեջ։ Դե ինձ թվում է փակագից բացելու բան չկա, ովքեր որ հայտնի մարդկանցից շոու բիզնեսի թեկուզ եւ եկել են, մի քանիսին կարող եմ թվարկել։ Իմ շատ սիրելի, չգիտեմ ճիշտ կլինի ասել թե չէ, բայց Եվա Բաղդասարյան, քեզ շատ եմ սիրում, իրեն նույնպես դիմահարդարել եմ ու շատ գեղեցիկ է ստացվել։ Հայտնի մարդկանց, որոնց որ դիմահարդարել ես եւ համագործակցում ես, հա։ Ինչ կարծիք ունեն LGBT անձանց վերաբերյալ, մասնավորապես տրանս անձանց վերաբերյալ։ Մասնավորապես տրանս անձանց վերաբերյալ, իրանք ինձ, չգիտեմ ոնց է դա ստացվել, կամա թե ակամա, իրանք ինձ միշտ առանձնացնում են եւ ասում են, ինչը որ մենք տեսել ենք Հայաստանում տրանս անձանքում մենք հուշտ ենք լինում, վախենում ենք, մենք սարսափում ենք, մենք կոմպլեքսավորվում ենք, ու կոմպլեքսավորվելը ճիշտ չի լինի ասել, ինձ թվում է ֆոբիա կա, հա, ինչ որ բան կա, որ այդ սահմանը հատել չի ստացվում իրանց մոտ, ու ինձ տեսնելուց իրանք ասում են դու մերպես սովորական մարդ ես, բայց մնացած տրանս անձանց չեն կարա շփվենք, դու մեր համար տրանսանց ես, այսինքն ավելի անհատական ընկերություն, դու մեր համար ավելի շատ սովորական մերպես մարդ ես, ոչ թե տրանս մենք չեն կարա քեզ առանձնացնենք, դու մեր ընդհանուր սենց շրջապատի մի մասնիկն ես, մենք չեն կարա քեզ առանձնացնենք, ու այստեղից է գալի այդ ներքին մեր խնդիրը տրանս անձանց նկատմամբ ու բացահայտվում է, հա, սենց թե ինչի չեն ընդունում, եթե ինչի է գետնով կարելի ասել հավասարացված տրանս
անձանց անունը Հայաստանում, հա, եթե յուրաքանչյուր տրանս ինքը իրենից սկսի խնդիրը լուծել, ինձ թվում է մենք կհասնենք մեծ վերելքների, էլի կրկնվեմ, հա, ու մենք այդ խնդրին լուծում կտանք, երբ որ լինենք միասին, միախմբած ու երբ որ մենք ցույց տանք, որ մենք հոգեկան հիվանդներ չենք։ Բայց որտեղից է ձևավորվել այս կարծիքը։ Որտեղից է ձևավորվել, դե առաջինը ինձ թվում է տրանս հասկացողությունը ինքը լայն հասկացողություն է, պետք է դա տարբերել, տարանջատել։ Փողոցում լկտի պահվածքով տրանս անձանց պահվածքը եւ կյանքի ապրելաձևը պետք է տարանջատել այն տրանս անձանցից, ովքեր որ մշտապես ապրում են այդպես եւ սեռափոխության են դիմում, վիրահատությունների, հորմոնաթերապիայի։ Մոնիկա նաև դժվարություններ են եղել մոդելային կյանքում։ Մի քիչ դրա մասին կպատմես։ 2016 թվականից մինչև 17 թվականը ես սովորել եմ մոդելային դպրոցում ագենտствоյում, որից հետո ես ստացա կոնտրակտ, կնքեցի կոնտրակտ մոդելային ագենտствоյի հետ, բայց խզվեց այդ կոնտրակտը, ինչ-ինչ պատճառներով։ Բացենք փակագծերը։ Հա, բացենք փակագծերը։ Տեղյակ չպահելով մոդելային ագենտствоյին, որ ես գնում եմ կաստինգների մոդելային, խզում են այդ պայմանագիրը իմ հետ։ Շատ լավ, նաև խտրականության ես զբաղվել մոդելային ասպարեզում։ Այդ ամեն ինչը իրականում sense միտեղ միանգամից տեղի ունեցավ։ Ես գնում եի կաստինգների, տեղյակ չպահելով մոդելային ագենտствоյին, զրկվում եմ մոդելային ագենտствоյից ու միաժամանակ զրկվում եմ կաստինգների մասնակցությունից, որովհետև ինձ ուղղակի ճանաչում են ու դուրս են հրավիրում։ Մի ակնթարթում, ասենց ասեմ, ամեն ինչ կար ու ամեն ինչ վերջացավ, ոչնչացավ ուղղակի։ Սխալը իմն էր, բայց ես սկսեցի ինքնուրույն արդեն ամեն ինչը, ոնց որ իմ գործունեությունը ծավալել մոդելային ասպարեզում ինքնուրույն ու իմ մոտ հաջողություններ գրանցվեց։ Նաև խտրականության ես զբաղվում սոցիալական մեդիայում, երբ որ բարձրաձայնում ես տրանս անձանց նկատմամբ խտրականության մասին։ Ատելության կոչերը այնքան շատ են, որ դու ուղղակի հեռացրեցիր մի քանի հոլովակներ, դուրս եկար ակտիվիզմից, ինչու։ Այդ ինքնայրման պատճառով է եղել, որ ես դուրս եմ եկել տրանս ակտիվիզմի այդ ոլորտից, ինչի, որովհետև երբ որ ես մեծ գործունեություն էի ծավալում այդ շրջանում, հա, տրանսակտիվիզմը իմ համար շատ կարևոր էր ու կարևոր է մինչև հիմա, բայց ես սպառված եմ։ Չունեմ էլ ավել լիմիտ, որ գնամ առաջ, հա, շարժվեմ առաջ, չունեմ այդ ուժը, եռանդը չկա, որովհետև սահմանը հատեց այն ժամանակ, երբ որ ես հասկացա, որ կար ամեն ինչ ու չկա այս պահին նորից ոչինչ, հա, նույնը մոդելային ագենտствоյում, նույնը այստեղ, որովհետև այդ հոսքը ճնշման ագրեսիայի, ատելության, սպառնալիքների, սպանության կոչերի, անդադ դուրսը, երբ որ ճանաչում են ու տարբեր հայացքներ են նետում ինձ, այդ հեշտ չի, այդ public մարդ լինել այդքան էլ հեշտ չի։ Ինձ թվում է շատերը ովքեր որ անցել են այդ ճանապարհը կհասկանան ու չեն մեղադրի ինձ, թե ինչի ես հրաժարվեցի ու դուրս եկա տրանսակտիվիզմի գործունեությունից։ Մոնիկա, ինչպես ասացիր, հոգնեցիր, սպառվեցիր, ինքնայրվեցիր եւ տեղափոխվեցիր Միացյալ Նահանգներ։ 2024 թվականին հունվար ամսին ես մեկնեցի ԱՄՆ, Լոս Անջելես, բայց ոչ թե բնակվելու, այլ ընդհանրապես սպառված էի ես եւ ուզում էի ուղղակի լիցքաթափվել, ինչ որ նոր ընկերներ ձեռք բերեի, նոր ինչ որ կյանքի փուլ միգուցե սկսվեր։ Գնացի այնտեղ, բայց խորը հիասթափություն ապրեցի, որովհետև հայ համայնքի կողմից այդքան չսպասված լինելը Ամերիկայում իմ համար անսպասելի էր, այդ իսկ պատճառով ես ուղղակի որոշեցի հետ վերադառնամ իմ քույրերի, եղբայրների, իմ համայնքի, իմ հարազատների կողքին լինեմ։ Անձնագիրը անհետացավ եւ վիզան էլ Միացյալ Նահանգների անձնագրի մեջ։ Վերադառնալու հետ մեկտեղ բնակվելով տրանս անձանց մի քանիսի հետ անհաջող ուղղակի փորձ եմ ձեռք բերում, որ նախանձից ու չկամեցողությունից ուղղակի իմ անձնական իրերի մեջ իրանք ուղղակի գողանում են իմ անձնագիրը եւ ոչ միայն, բայց հիմա խոսակցությունը գնա եթե անձնագրի մասին, հա, եւ
10 տարվա արտոնագրի մասին դեպի Միացյալ Նահանգներ, իրանք գողանում են դա իմ անձնագիրը եւ այրում են։ Ինչքանով որ տեղեկացված եմ, այրել են, ոչնչացրել են նրա համար, որ ես այլևս մուտք չգործեմ Միացյալ Նահանգներ, բայց այնինչ դա ժամանակավոր էր։ ժամանակավոր էր եւ ձեզ մի քիչ sense ինֆորմացիա հասցնեմ իմ շատ սիրելի ճուզողներ ես վերականգնել եմ իմ անձնագիրը եւ իմ վիզան 10 տարով Շնորհավորում եմ։ Շնորհակալ Շատ եմ։ կարևոր է։ Նպատակ ունես գնալու Միացյալ Նահանգներ։ ուղղակի sense շրջագայելու, հա, բայց մշտական բնակվելու չէ։ Մոնիկա ջան, բազմիցս անգամ հայտնվել ես ոստիկանությունում, որովհետև խտրականության ես ենթարկվել, բռնության ես ենթարկվել, նաև դեպքերից մեկը կապված էր Հյուսիսային պողոտայում, երբ որ մի ամբողջ հարձակվել էր քեզ վրա, կպատմես դրա մասին, ինչ տեղի ունեցավ։ Շատերը հիշում են այդ դեպքը 2019 թվականին Հյուսիսային պողոտայում, որ շարեց կնոջ պատճառով ինձ վրա մի ամբողջ հարձակում ա գործում ու համացանցում կա տեղադրված այդ տեսանյութը, ինձ թվում է շատերը հիշում են։ Ոչ միայն այդ ժամանակաշրջանում հասարակության կողմից ես քարկոծվեցի ու զոհդարա ատելության խոսքի տրանսֆոբիայի զոհդարա եւ այլն, հա, այդ կետերը չնշեմ, բայց ասեմ նաեւ որ համայնքի ներսից կար դեպքեր, որ ինձ մեղադրում էին, ասում էին դեմքը տամ այնտեղ ցույց չտաս, հանգիստ կարաս մեր պես ապրես, բայց ես այդ ժամանակահատվածում ես տրանսգենդեր ակտիվիստ եի ու ես լի էի ուժերով, հա, ասում եմ ես պիտի խոսեմ, ուզում ա 1000 հոգի լինի, ուզում ա 100 հոգի լինի, ուզում ա մի ամբողջ երկիրը լինի, ես պատրաստ եմ պայքարել հանուն արդարությանը։ Ես չեմ լռելու։ Համայնքի անդամների նկատմամբ նաև կա ագրեսիվ մոտեցում քո աշխատանքին եւ քո անձին։ Ինչից է դա գալիս։ Ես շատ բարդ հարց է, բայց ինձ թվում է ճիշտ կլինի ճիշտ ժամանակն է խոսելու դրա մասին եւ չլռելու ու շատերը ինձ թվում է կլսեն ու կհասկանան, որ պետք չի այդպես վարվել իմ անձի նկատմամբ, որտեվ իմ անձի նկատմամբ վերաբերվելուց այդպես դուք առաջին հերթին ձեզ եք վիրավորում ու կոտրում։ Մոնիկա, երբ որ սոցիալական մեդիայում խոսեցիր քո եղբոր զոհվելու մասին, նաև դրան ատելության կոչերով պատասխանեց հասարակությունը։ Քանի որ շատերս հիշում ենք 20 թվականին 44-օրյա պատերազմի հետևանքով նաև զոհվել էր իմ եղբայրը 19-ամյա։ Ես այդ ժամանակում արդեն մեծ աուդիտորիա էի հավաքել, հա, իմ սոցհարթակում ու երբ որ ես տեղադրեցի post նրա մասին, որ իմ եղբայրը զոհվել է, ցավակցությունների ու support անելու փոխարեն, հա, ինձ գրելու, ցենց սրտացավ լինելու փոխարեն ինձ ուղղակի սկսեցին քարկոծել, սպառնալ, ասել որ դու սրբապիքս ես, դու իրավունք չունես կոչվելու հայ ազգի մի մաս, դու իրավունք չունես խոսելու մի մարդու մասին, ով որ զոհվել է, դու իրա փոխարեն պիտի զոհվեիր, քեզ պիտի սպանեին, առաջնագից ձեր նմաններին պետքա տանել բան առաջնագից, դուք պետքա վարի գնաք, ձեզ պետքա վառել, սպանել եւ այլն, այդ ժամանակահատվածում ես հիշում եմ, որ ոչ միայն հասարակությունը, ոչ միայն չհասկացված եղա ես ոչ բոլորի, բայց շատերի կողմից համայնքի ներսից, որ ասում են հոգեկանա գժվել է, ես տենց շատ չմանրանամ, նաև հարազատներն ու բարեկամները, երբ որ սկսեցին ինձ սպառնալ, վախացնել, իմ հոգեկան աշխարհը ուղղակի մի ակնթարթում շուռ եկավ սենց ու ես դրա պատճառով ուղղակի հայտնվեցի հոգեբուժարանում, ինձ թվում է այդ յուրաքանչյուր մարդու համար դա հասկանալի կլինի ինչի միջով մարդ պիտի անցնի, որ հայտնվի այդ ձևի վայրում, բայց փառք Աստծուն ես դուրս եկա հոգեբուժարանից, ամեն ինչ նորմալ էր, ուղղակի խորը դեպրեսիա էր։ Շնորհակալ եմ շատ մանրամասնություններով կիսվելու համար։ Այ քեզ համար որպես տրանս մոդել եւ դիմահարդար եւ տրանս ակտիվիստ, որն է այն խնդիրը,
որ համայնքի ներսից գալիս է անհանդուրժողականությունը։ Շատ կարևոր հարց է ուղում ինձ եւ իհարկե կարևոր է խոսել այս խնդրի մասին։ Ես երևի թե կարող եմ խոսալ իմ անունից, բայց իմ անունից խոսելը կնշանակի մի ամբողջ համայնքի խնդիրը բարձրաձայնել ու յուրաքանչյուրիս դեմքը ցույց տալ, հա, այս պարագայում ես եթե կարող եմ հանդուրժել, ես եթե կարող եմ զսպել, լռեմ, չխոսեմ, բայց համբերության բաժակը լցվում է ու այդ համբերության բաժակը լցվեց այսօր ու պիտի խոսեմ ու ասեմ, որ այդ ներքին ատելությունը, այդ ներքին տրանս համայնքի կոնֆլիկտը իմ հանդեպ, հա, այդ անարդար վերաբերմունքը գալիս է նրանից, որ մարդիկ առաջին հերթին չեն հավատում իրանց ուժերին։ Ես ուղղակի օրինակ էի ցույց տալի, ոնց կարող է տրանս անձը հասնի ինչ որ Կարևոր կետի բարձրունքների, հա, գրավի ինչ որ նենց բարձրունքներ, նենց տեղեր, նենց հարթակների հասնի, որ այդ ամեն ինչը իրականությունն է ու յուրաքանչյուրս հնարավոր կարող են դարձնել անգամ Հայաստանում, որտեղ որ լինենք։ Անհնարին բան չկա, բայց արի ու տես նախանձը, չարությունը, չկամեցողությունը, բամբասանքը, զրպարտությունը այնքան շատ էր, որ համայնքի կողմից իմ հանդեպ այնքան շատ էր, որ ես նաև դրա պատճառով կանգ առա իմ գործունեությունը, թե տրանս ակտիվիստ լինելու, թե առհասարակ բարձրաձայնելու որևիցե խնդիր տրանս անձանց մասին, որովհետև ես հասկացա, որ դա անշնորհակալ գործ է։ Ես այդ ամեն ինչը կամավորական հիմունքներով էի անում, դա միֆ է, որ Մոլնիկան համագործակցում է ՀԿ-ների հետ եւ միլիոններ է վաստակում, Մոնիկան ուներ իր ՀԿ-ն, Մոնիկան իր միլիոններն էր վաստակում, ոչ մեկից չէր ասում, բայց դա համայնքի գումարներն է, ոնց որ կրկնվում է, հա, այդ թեման, այդ գումարային թեմաները, որը իմ հետ ընդհանրապես կապ չուներ, ես հայտնվեցի այդ կիզակետում, ինչի համար ես չհասկացա տենց էլ։ Համայնքը նաև դրա պատճառով ինձ քարկոծեց ու մեղադրեց ու դա իրականում անհիմն բամբասանքներ ու մեղադրանքներ էին։ Մոնիկա, որտեղից է գալիս համայնքի պառակտվածությունը։ Շատ կարևոր հարց է բարձրաձայնում, այդ հարցին ինձ թվում է յուրաքանչյուր տրանս անձ, որ հայլու առաջ կանգնի ու ինքը իրան հարցը այդ ուղի, ինձ թվում է ինքը իր մեջ այդ հարցի պատասխանը կստանա, որովհետև յուրաքանչյուր տրանս անձ ինքն է բերել հասցրել այդ ամեն ինչը, որ համայնքը պառակտված լինի։ Եթե մենք մեկս մյուսին չգցենք, չատեինք, չքարկոծենք, չբամբասեինք, միախմբված լինեինք ու առաջ շարժվեինք իրար հետ, ձեր-ձեռի բռնած, մենք հիմա մեծ վերելքների կհասնենք, այլ ոչ թե պառակտված կլինեինք։ Մոնիկա ջան, նաև դու մասնակցել ես Miss Trans Global միջազգային մրցույթին, որպես Հայաստանի մասնակից, դրա մասին մի քիչ կպատմես։ Միջազգային գեղեցկության մրցույթին, հա, մասնակցեցի 2021 թվականին Miss Trans Global մրցույթին։ I'm a diva. I'm a diva. I'm a diva. I'm a Na diva is a female version of a hustler, of a hustler, of a hustler. Na diva is a female version of a hustler, of a hustler, of a hustler. Կլիներ ինքը օֆլայն տարբերակով, եթե չլիներ COVID-ը եւ ես Մեծ Բրիտանիայում Լոնդոնում պետքա ներկայանայի եւ ծածանեի Հայաստանի դրոշը, COVID-ի պատճառով եւ ինչ-ինչ պատճառներով չստացվեց on-line տարբերակներ, դա ոչ մի կերպ չի զիջում off-line տարբերակին, որովհետեւ նույն պրոյեկտն է, նույն ձևով ձևաչափն է ինքը պրոյեկտը անցկացվում, այդ գեղեցկության մրցույթը։ Եվ ես հիշում եմ, որ պատվավոր 9-րդ հորիզոնականը Հայաստանի կողմից առաջին անգամ տրանսգենդեր կինը ասենց հաղթանակ էր, հա, մեծ Հայաստանի համար, ես ուրախ եի, որ Հայաստանը ներկայացրեցի եւ ուրախ եի, որ իմ կողքին սկզբից մինչև վերջ դու ես այդ ընթացքում։ Ես միշտ ցանկանում եմ քեզ աջակցել, որpիսի դու կարողանաս հասնել քո նպատակներին, որովհետև դու նպատակասլաց մարդ ես։ Ինչ
կարծիք ունես Miss Trans International-ի հայաստանյան ներկայացուցիչ 2024 թվականի Դիանա Ղզրոյանի վերաբերյալ։ Այդ Դիանա Ղզրոյանը ատելության կոչերի բախվեց։ Ինչ կարծիք ունես այս ամեն ինչի մասին։ Ինձ թվում է ոնց որ ես այդ փորձը անցած, այդ կյանքի փուլը անցած, հա, հաղթահարած մարդ, ես միայն ու միայն սենց ձեռքերս բռնած իր համար ուղղակի ուրախ է, որ ինքը մասնակցում է, բայց նաև միառժամանակ տխրում էի ու հասկանում էի հետո ինչերի կարա ինքը բախվի, որովհետև դա մեծ հարթակ է ու մեծ ատելության նաև ալիքի կարա ինքը բախվի, ինչևից է ես իրան միայն ու միայն այդ ժամանակ հաջողություն էի մաղթում։ Բախվել ես խտրականության, երբ որ այցելել ես մարզասրահ։ 2018 թվականին եւս երկու ընկերների հետ, երբ որ ես հաճախում էի մարզասրահ Երևան քաղաքում, ես հիշում եմ, որ բախվեցինք մեծ խտրականությանը, նենց խտրականություններ, որ դարձել էր այդ ընդհանուր մարզասրահի թեման, այդքան նվաստացած, այդքան խտրականացված, այդքան խայտարակված, հա, ես երբեք ինչ չեմ զգացել, ոնց որ այդ մարզասրահում էի նվաստացած զգում, որովհետև բոլորի առջև մեզ կանգնեցին ասեցին դուք այլևս այստեղ չեք գալու, բայց այնինչ մենք արդեն համարյա 3 ամիս է հաճախում էինք։ Մեզ ասեցին դուք այլևս իրավունք չունեք այստեղ գալու։ Արգելեց։ Հա, քանի որ դուք տրանս անձիկ եք, պարզ ձեզնից դա երևում է դուք մի խոսքով չեք կարա այստեղ էլ գաք։ Այնինչ ես ասեցի, որ ես բողոքելու եմ ու դատարան եմ դիմելու right side-ի օգնությամբ, հա, օֆիսի օգնությամբ ես հիշում եմ, որ մենք դատը շահեցինք ու իրանք փակվեցին, հա, Այո։ տուշտուգանք եւ այլն։ Այո, մենք հաղթեցինք եւ առիթից օգտվելով ուզում եմ նաեւ մեր դիտողներին ասել, որ այո, առաջին անգամ Հայաստանում իրավունքի կողմը հասավ հաղթանակի, երբ որ դատարանը ճանաչեց 3 տրանս անձանց իրավունքների խախտումը խտրականության հիմքով, որի համար այո, ես շատ ուրախ եմ։ Ես սա նախադեպային որոշում էր, որ այդ պահից սկսած ցանկացած խտրականություն տրանս անձանց նկատմամբ, LGBT անձանց նկատմամբ, որոնք որ կենթարկվեն սեռական կողմնորոշվածության ու գենդերային ինքնության հիմքով տարբեր վայրեր այցելելուց, մենք հաղթանակ ենք ունենալու։ Մոնիկա 2023 թվականին նաև քեզ դուրս վռնդեցին կաստինգից մոդելային, ինչու։ Երևան Fashion Week-ին, երբ որ ես մասնակցեցի կաստինգին, առաջին փուլը անցնում եմ, երկրորդ փուլի ժամանակ, որ ասեն պետքա կանչեն մոդելներին, ովքեր են ընտրվել, ինձ ուղղակի չեն էլ զանգում, հա, անպատասխանատու ձևով, ու լկտի ձևով, հա, սենց ուղղակի ամեն ինչի զրկում են դուրս են հանում ուղղակի, հա, վռնդում են, հա, ասենց ասենք, դուրս են հանում եւ բաց են թողնում ինձ այդ կաստինգից եւ մասնակցությունից մոդել լինելու Երևան Fashion Week-ին առաջին անգամ։ Դա կապված էր քո գենդերային ինքնության հետ։ Դա հենց կապված էր գենդերային ինքնության հետ, բայց այնինչ արտաքին տվյալների հետ էր կապված, իրանք ասում են իրականում ներողություն են խնդրում, ասում են տվյալները մոդելային չի համապատասխանում 90-60-90, այնինչ ես նիհարել էի ժամանակ։ Ինչևից է բարձրաձայնվեց դրա մասին եւ խոսվեց շատ դրա մասին եւ 2024 թվականին անցած տարի ես կրկին փորձում եմ մուտք գործել Երևան Fashion Week-ի կաստինգին, բայց ինձ ասում են կարիք չկա մասնակցելու, որովհետեւ դուք արդեն ընտրված եք։ Օ, շատ հետաքրքիր է։ Այո, եւ դիզայներները արդեն ինչքան ծանոթ դիզայներներ կան, իրանք կանչել են եւ ես քայլել եմ իրանց զգեստները ցուցադրել եմ։ Օ, շատ ողջունելի է։ Ինչ է կատարվում մոդելային ասպարեզում Հայաստանում։ Առաջ խաղացում կա, բայց շատ դանդաղ է ընթանում, այդ կարամ ասեմ, եւ ինչքան բազմազան լինի, ինչքան տարբեր լինի եւ մենք չմնանք 90-ականների մոդելային այդ ստանդարտների 90-60-90, այլ մենք տարբեր տարիքային սահմաններում եթե ունենանք մոդելներ, տարբեր գենդերային ինքնություն ունեցող մոդելներ, տարբեր ազգերի, տարբեր բազմազան ավելի մշակույթներ ցուցադրենք, հա, բազմազան լինի, այդ ավելի առաջ խաղացումը ավելի կզարգանա եւ կտանի առաջ մեծ վերելքների։
Վերադառնանք քո անձնական կյանք, դու մի քանի անգամ չստացված հարաբերություններ ես ունեցել եւ դա էլ է ազդել քո հոգեկան ներաշխարհի վրա։ Իմ ընտանիքը ինձանից հրաժարվեց երկար տարիներ շարունակ ես փնտրտուքների մեջ էի, հա, սենց բա ոնց այդ պակասը, այդ դատարկ տեղը կյանքի լրացնեմ ու միայնակությունից ես ցավոք սրտի տուժվում էի միայն դրա պատճառով հարաբերությունների փորձում այն ձևի անլուրջ տղամարկանց հետ, ովքեր որ խոստումներ էին տալի, օգտագործում դեն էին նետում։ Խաղալիքի պես, հա, սենց տիկնիկի պես խաղում էին, դեն էին նետում։ Էլ պետք չեմ, հա։ Դրա պատճառով գնալով սենց ավելի է խորանում, ես ուղղակի որոշում եմ կայացնում, որ ոչ մի տղամարդ իմ կյանքում չպիտի լինի, բայց 2020 թվականին, երբ որ եղբայրս պատերազմի հետևանքով զոհվեց, կյանքումս մեծ անկում սենց եղավ, հա, ես ուղղակի կարելի ասել չէի ապրում, գոյատևում էի, ու կյանքումս հայտնվեց մի տղամարդ, որի հետ ես 3 տարի ապրեցի առանձին կյանքով, սենց ամուսնական, ընտանեկան, ջերմ եւ այլն, ինչի համար իրան շատ շնորհակալ եմ, բայց ինչպես ասում են, եթե կա սկիզբ կյանքում ինչ-որ բանի նաեւ կա ավարտ ու ցավոք սրտի մենք իրար բաց թողեցինք, բայց մնացինք ջերմ ընկերական հարաբերությունների մեջ։ Եվ հիմա ապագայում պատրաստվում ես կամ նախատեսում ես ընտանիք կազմել։ Պատկերացումներ ունեմ այդ թեմայի շուրջ եւ ինչու ոչ, ես ումից եմ պակաս, որ չունենամ իմ անձնական կյանքը, իմ ընտանիքը, իմ կողակցին, միգուցե եւ Աստված գիտի երեխաներ, տեսնենք ոնց կստացվի, բայց այս ժամանակաշրջանում առայժմ ոչ։ Մոնիկա քո սոցիալական մեդիայի հոլովակների մեկնաբանություններ բաժնից առանձնացրել եմ մի քանի մեկնաբանություններ, մասնավորապես սա երբեք աղջիկ չի կարող լինել, սա տղա է։ Դա գալիս է մարդկանց տգիտությունից, անգրագիտությունից եւ ինֆորմացված չլինելուց, հա, եթե մարդիկ բավականին ինֆորմացված լինեին, հա, հայ հասարակությունը բավականին ինֆորմացված լիներ, չլինի նման ցավալի եւ նողկալի մեկնաբանություններ։ Եղբոր մահը օգտագործում է սեփական PR-ի համար։ Լուսաբանել եւ խոսել մի խնդրից կամ մարդ ուզում է կիսի այդ ցավը իր աուդիտորիայի, իր ծանոթների հետ, դա չի նշանակում, որ մարդ կարա օգտագործի դա իշահ իրան, օգուտ իրան, դա օգուտը որն էր, եթե ես հոգեպես ծանր վիճակից հասա ուղղակի հոգեբուժարան։ Դա որն է դրա շահը, ես չեմ հասկանում։ Դա լոգիկայից դուրս է ուղղակի, մարդկային մտածելակերպից, բանականությունից դուրս է այդ մեկնաբանությունը։ Եվ կան մի քանի աջակցող մեկնաբանություններ, որը վերաբերվում է ինչ գեղեցկուհի է։ Ես ցանկանում եմ, որպիսի նա հասնի իր բոլոր նպատակներին մոդելային ասպարեզում։ Մենք աջակցում ենք քեզ, Մոնիկա։ Միշտ քո կողքը կանգնած ենք եւ նմանատիպ մեկնաբանություններ։ Ինչ կասես աջակցողներին քեզ։ Ովքեր որ ինձ աջակցում են, ես կասեմ, որ շնորհակալ եմ, որ դուք կաք եւ ուրախ կլինեմ, որ շատանաք, դուք իմ սրտում եք միշտ։ Մոնիկա, ինչու է հասարակությունը տրանս անձանց անընդհատ ներքաշում քաղաքական դաշտ։ Դուք աջակցում եք Նիկոլ Փաշինյանին կամ դուք նիկոլական եք, Նիկոլն է ձեզ պաշտպանում եւ նմանատիպ սխալ նարատիվներ։ Քաղաքական կառույցներ կան մի քանի, երբ որ լինում է հեղափոխական շրջան է գալի, երբ որ գալիս է նախընտրական ինչ-որ ժամանակաշրջան, հա, առաջ են քաշում LGBT համայնքը միանգամից, որ իրանք ընտրում են, քանի որ գիտեն, որ մեծ մասով հասարակությունը հավանականություն կտա իրենց եւ կընտրի իրենց։ Դա ընդհանրապես sense նենք խաղա, հա, շատ սուղ մտածելակերպի խաղ է գնում մարդկանց կյանքի հաշվին։ Մոնիկա, տրանս անձանց անվանում են հիվանդներ, շեղվածներ։ Այս երկիրը ձեր համար չի, պետք է արտագաղթեք։ Ինչպես ես վերաբերվում եւ ինչու է հենց հասարակությունը թիրախավորում LGBT անձանց, մասնավորապես տրանս անձանց։ Քանի որ տրանս անձիկ տեսանելի են եւ առաջնագծում են լինում LGBT համայնքից, հա, եւ առանձնացված են, քանի որ դա գենդերային ինքնություն է, ոչ թե սեռական կողմնորոշվածություն, որ կարելի է թաքցնել։ Ինձ թվում է նորմալ է, եթե հասարակությունը տեղեկացված չի ու տեսել է միայն պարակտված այդ հայ տրանս անձանց կերպարը, պետք է փոխել դա,
դարձնել դեպի լավ կողմը եւ հասարակությանը ներկայացնել։ Այդ ժամանակ միայն ինձ թվում է կարող ենք հասարակությանը հասցնել մի բան, որ իրենք այդ ատելությունը, այդ կոչերը դադարեն եւ սկսեն հաշտ ու համերաշխ ապրել նաեւ մեզ հետ։ Մոնիկա, դժվար չի առանց ընտանիք ապրելը։ Շատ բարդ է առանց ընտանիք ապրելը։ Ես ասում եի այն ժամանակ, երբ որ դեռ այդքան էլ հասուն չէի։ Շատ հեշտ է ապրել, երբ որ դու հասկանում ես մի ամբողջ Հայաստանը դա քո ընտանիքն է։ Իսկ դժվար չի այդ ընտանիքի կողմից այդ ամբողջ Հայաստան, երբ որ ասում ես այդ ատելության քարոզին դիմանալը։ Ընտանիքում էլ է չէ լինում, որ չենք հասկանում իրար, վեճ է լինում, բայց խոսում ենք եւ հարցին լուծում ենք տալի եւ հաշտ ու համերաշխ ապրում ենք։ Այդպես պետք է լինի։ Ծնողներդ նաև լինելով 50-ական խմբի անդամներ, քեզ էլ էին ներքաշել դրա մեջ, դու քո կամքով էիր գնում, թե քեզ ստիպել էին։ Ես ծնվել եւ մեծացել եմ այդ ընտանիքում, հա, եւ ներքաշելու բան չկար, բայց 15, 16, 17 տարեկան ժամանակահատվածում ես հիշում եմ, որ արդեն ես դեմ էի այդ ամենին եւ ասում էի, եթե Աստծո դուռ ես պետքա իմ կամքին հակառակ գնամ, դա կնշանակի, որ իմ կամքով չի եւ Աստծուն հաճելի չի։ Հա, եթե այդ Աստվածաշնչի տեսակետից նայենք, այդ իսկ պատճառով իմ ծնողները ուղղակի ֆիզիկական բռնության եւ հոգեբանական բռնության էին ենթարկում անընդհատ, ինչի պատճառով նույնպես ես խնդիրների եմ բախվել։ Խոսենք նաև սեռափոխությունից, հորմոնաթերապիայից, բժիշկների բացակայությունից Հայաստանի Հանրապետությունում։ Դու եւ մնացած տրանս անձիկ, որոնք որ անցնում են հորմոնաթերապիա կամ ցանկանում են դիմել սեռափոխության, ինչ միջոցներով են դիմում, որտեղից են կարողանում հայթայթել այդ հորմոնները եւ այլն։ Շատ բաց թողնվածներ ունենք Հայաստանում, բժշկական տեսակետից եթե նայենք, հա, այդ ոլորտը ուղղակի բաց թողնված է տրանս անձանց վերաբերյալ։ Մենք եթե ունենք էնդոկրինոլոգ, մենք եթե ունենք վիրաբույժներ, բայց մենք չունենք հենց կոնկրետ այդ շրջանում, տրանս անձանց շրջանում, այդ ոլորտում չունենք մասնագետներ, որպես այդպիսին։ Կամ ով էլ այդ մասնագետն է, վախենում է։ Հա, կամ էլ ով որ այդ մասնագետն է, այո, ինքը ուղղակի ձեռքերը լվանում է, ասում է ես գործ չունեմ ձեր հետ, քանի որ Հայաստանում դա օրենքի դաշտում չկա, ես չեմ կարող որևիցե հարցում ձեզ աջակցել։ Առողջապահության նախարարություն գոյություն չունի։ Ես հասկանում եմ, որ տարիներ շարունակ սրա մասին բարձրաձայնում ենք, բայց ոչ մեկ լսող չկա։ Ինձ թվում է ցավալիա, բայց փաստ։ Մենք ոնց որ դատարկ տեղ լինենք։ Ոչ մեկին չհետաքրքրող։ Ոնց կարելի է բաց թողնել մի ամբողջ խմբի մարկանց խնդիրները։ Ես չեմ հասկանում ուղղակի առողջապահության նախարարությունը ուր է նայում, ինքը արդյոք չի լսում, արդյոք չի տեսնում մեզ։ Մոնիկա, դու նաև սկզբնական փուլում, երբ որ հորմոնաթերապիա էր ընդունում, սխալ դեղամիջոցներ էր, որը նշանակված էր, հա, X էնդոկրինոլոգի կողմից, ինչ հետևանքներ ունեցավ սխալ հորմոնաթերապիան։ Սխալ հորմոնաթերապիայի պատճառով ես հիշում եմ, որ մարսողական խնդիրներ ունեի, շատ լուրջ խնդիրներ էր առաջացել հոգեբանական նաև ինձ մոտ արյան հետ կապված խնդիրներ էր, ես հիշում եմ, խտացել էր արյունը, շատ խնդիրներ էին, ես հիշում եմ, որ օրվա 24 ժամը ես երևի թե 16 կամ 18 ժամ ես ուղղակի քնում էի։ Այդ նրա պատճառով է, որ սխալ դեղամիջոցներ են նշանակել բժիշկները ու դեպի վատն էր գնում, այսինքն Աստված ոչ աներ, ես քաղցկեղ կարող էի ձեռք բերել այդպես ու լիքը այլ խնդիրներ ունենայի ու ողջ չլինեի հիմա։ Պետությունը թքած ունի մեր առողջության վրա։ Պետությունը ուղղակի աչքա փակել է ամեն ինչի վրա։ Ինչու՞։ Ցավալիա, բայց փաստ, ինձ թվում է իրանք չեն համարում խնդիր դա։ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը 2018 թվականին հիվանդությունների ցանկից հանեց, միջև այդ համարվում էր հիվանդություն, եւ մի շարք այլ, հա, փաստաթղթերում փոխվեց դա, որ այլևս տրանսանձիկ հիվանդ չեն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ICD-10-ից անցել է ICD-11-ին, սակայն առողջապահության նախարարությունը չի թարմացրել դա Հայաստանի Հանրապետությունում։ Ցավալի է, որ եւ առողջապահության նախարարությունը եւ մնացած նախարարությունները
աչքաթող են անում տրանս անձանց կարիքները։ Ինչ իրավական փաստաթղթեր ես փոխել։ Սկսած ծննդյան վկայականից մինչև անձնագիր սա փոփոխված է։ Որ թվականի։ 2016 թվականին ես անվանափոխություն եմ արել քո օգնությամբ, հա, right side-ի օգնությամբ, եւ 2021 թվականին արդեն գենդերային այդ մարկան փոփոխվեց, արականը ինգական դարձվեց։ Ոնց փոխվեց։ Շարափոխվեցի, վիրահատություն կատարեցի, հա, հետո արդեն հերթականությունը տենց էր։ Որ պետք է արդարադատության նախարարություն եւ այլն, հա։ Եվ անցնում ենք մեր բլից հարցերին։ Ով է իրեն համարում Մոնիկան։ Մարդ, Մոնիկան հավատում է Աստծուն։ անշուշտ, Երբ է Մոնիկան երեխավորդ է գրելու։ երբ որ պատրաստ լինի, Երբ է Մոնիկան լքելու երկիրը։ երբեք։ Ինչ նպատակ ունի մոդելային ասպարեզում Մոնիկան։ Հեռանկար չկա առայժմ։ Մեկ բառ համայնքին եւ հասարակությանը։ Հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այս ոդկասթի շրջանակներում բացեցինք շատ փակագծեր իմ հյուր Մոնիկա Սարգսյանի հետ։ Եթե հավանեցիք մեր ոդկասթը, կարող եք բաժանորդագրվել կամ մեկնաբանությունների բաժնում թողել ձեր կարծիքը։ Մինչ նոր հանդիպում։